Հանդիսավարն է Մոնթե Մելքոնյան։ Ինչ նվերա ու դուք ասես ում կողմից կարա լինի, հա։ Հեսա ես եմ գալու, մի քիչ ձգի։ Ֆռած գնամ Մասիսով հելնեմ Երևանի մեջ մեծակաց, դու ֆռամ իշնեմ գնամ Արտաշատ։ Թվում է թե շատ անհետաքրքիր մի տուպոյ տեսանյութ է։ Հոգևոր ծննդի օրն է։ Այսքան էլ ճիշտ, չարը պատրվավ, այդ էլ պետք է Չգնամ։ Ես ինչ ծափեր են, համաձայն չեմ, բայց ոչինչ, կարող եք ծափ չտալ, արգելի արցախցիներ բարով եք հավաքվեն, հա։ Ինքը ինձ ասել է, որ դու դժվար ես հիշելու, որովհետև դու ծնված տորվանից իրան չես տեսել, էլի հուշեմ։ Արգելի սիրելի արցախցիներ, լավ լինեք, առողջ լինեք, այսպես թող զույգերը ամուսնանան, հզորանան, որ շատանան, կտես մի անգամից աղվի գնանք էլի Արցախ։ Մենք եկել ենք նոր Սոմալի ռեստորանային համալիր, որտեղ վերադարձել է եզդի բարեկամ զինվոր Անուշապեր Արտուրը եւ այս առիթի հանդիսավարն է Մոնթե Մելքոնյան։ Ընկերներ ջան, Ստեփանի շատ հավատարիմ հետևորդներ, նշեմ, որ իմ ընտանիքի անդամները եւս քո հավատարիմ հետևորդներ են։ Դե ասա բարև եմ, անուններն ասա պապայի մամայի։ Բարևում ենք Գևորին։ Գևոր մեծ աղբեր, 1000 բարին։ Բարևում ենք Սեդա Մայրիկիս։ Սեդա Մայրիկ, հարգանքներս։ Քո ամենա տատիկն է։ Միշտական հավատարիմ հետևորդի, տատիկին, Փիրուզա տատիկին։ Փիրուզա տատիկ բարիվեր, դա տատիները ինձ շատ են սիրում, աղբեր հետ նվեր ես բերե 10 ինձ։ Էսի Արտուրին կտաս իր մամայի կողմից։ Այս է պաստորեն, աղբերս ասած մատանի, էսի մատանի բան չի։ Մեջն է։ Ոնց է ջրի մոտ մատանի։ Հենա, էլ լավ, всё, նվերը նվերի մեջ։ Դու հիշում ես իմ քեֆին դու էլի եկել ես։ Քո քեֆին ուրեմն մազեր կարճ էր։ Հա, Սելավի որը։ Դե ոնց իշեմ աղբեր, Սելավի շուտ եմ եկել։ Եկավ Քրիստինա, Քրիստինա չէր ուզում քեզ նկարենք, դու գնա ինչ ես եկել։ Այդ օպերատորներին տեղեկացնում։ Օպերատորին տեղեկություն զորոն է օպերատորը, թե։ Չէ, աղբեր, իրանց հատուկ օր է էլի։ Աղբեր, այսօր էլ հատուկ, հա, լավ եմ աղբեր, հա, դու ոնց ես։ Դու չես իջե։ Գալիս ասում է, հոնկորցանցի չնկարեք, հմել էլ եկել է, որ նկարեք։ Ուրախացել է, աղբերն է եկել։ Բարեկամներ։ Ո՞մ աղբերը գավոր ուրախանա։ Դու ուղղակի ասա անակնկալ։ Քույրիկի կողմից։ Չէ, Մոնթե Մելքոնյան, դա ինչ ես անում։ Դու ես անել։ Տատիդ կետ պատաժիտ ես բանարի։ Դու ուղղակի ասա անակնկալ կա, հյուր ունենք, կգա ինքը կասի ինչ անակնկալը։ Օպերատորներին ասում է։ Հայեր էլ կան, չէ, մենակ եզդի բարեկամները չեն։ Բարեկամներ, մի խոսքով եկել է մեր Արտուր բարեկամը բանակից, մեր եզդի եղբայրը պարտությունը եկել է։ Հիմա հավաքվել են Գեղեցիկ։ Լավ էլ աղբեր, ընչի ասիր Մոնթե, ընչի ասիր հուսակ չեն լսել, բարև ձեզ հարգանքներս բարեկամներ, եզդի բարեկամներ, ծափեր տվեք էլի գեղեցիկ բարձր, ծափեր տակ ու այս ծափերի ներքո թող այստեղ գա մեր զինվորը կամ այնտեղ գա մեր զինվորը Արտուրը, Արտուր բարև ես եկել աղբերը սարի, պրծար եք կարակար Բարև ես եկել ու գալով ուրախացել են բոլորը, իսկ այդ ուրախությունը հիմա թող ծափերով ցույց տան տենանք ոնց եք ուրախացել։ Քաղցրություն, նոր որ Մոնթեն հայտարարեց դու լսարում կողմից անակնկալը, հանդես լավ կլեր լսաշլներ, որովհետև իսկ սկզբանե մտածել ենք քեզ մի քիչ տանջենք, բայց չստացվավ։ Դե վերցրու քաղցրությունը իմացի, որ քույրիկը քեզ շատ է սիրում ու ուրախացել։ Ուրախացել, որ իր եղբայրը ծառայեց ու եկավ, ես էլ այդ բարդով հրավառություն եմ անում։ Հրավառություն մեր զինվորը բարով է եկել, շնորհակալ ենք քեզ, որ քո կյանքից 2 տարի նվիրեցիր մեր հայրենիքին, մեզ պահեցիր անվտանգ։ Բարով ես եկել Արտուր ջան, հիմա այդ առիթով բոլոր ուրախացել են, ես էլ եմ ուրախացել, դրա համար վառում եմ ուրախության մոմեր, որ դու երազանք պահես, քչես ու կատարվեն բոլոր երազանքները, իսկ մենք մի մաղթանք ունենք քեզ, լիքը հաջողություններ քաղաքացիական կյանքում։ Հələ մա ժպտա էլ ապեր, ու վալնատ էլ պարծար այլ։
Դե երազանքդ պայք չի տնանք ինչ ենք անում, ես ընթացքում Մի համբույր տայի որս նորից ետարնայ գնաց սպասում արավերի և իհարկե մայրիկին զինակույրիկ եկեք Համար ջան ծավը տանեմ, աշկներս լույս լինի, եկեք կանգնեք ձեր զինվորի կողքին, քույրիկներ թող տորթը տանի, հա, տարավ տորթը Հիմա շարունակում ենք մեր անակնկալների շարքը, ասեմ քեզ անակնկալը քույրիկի կողմից է ճիշտ է, բայց մաման ամենաշատն է քեզ սպասել։ Հետևաբար դու մայրիկին հիմա պետքա ծաղիկներ նվիրես, գրկես ու ընես ուժեղ որի Շնորհակալ ենք ծափերի համար, շնորհակալ ենք։ Թող միշտ ուրախ առիթներ լինեն, եւ այդ ուրախ առիթների մեջ մենք մեզ գտնենք միշտ ուրախանանք մեր կողքի գտնվող մարդու ուրախությամբ եւ մեզ լավը զգանք։ Հիմա ես տալիս եմ պապայի նվերը, աշկալուսանք, այս կոնյակը հատուկ անուշ աղբերը։ Բարով եսեք, ես է պապային նվիրի գրքի։ Ձրի ուղղակի մի քիչ ափերն է ցավում։ Իսկ հիմա քանի որ մեր զինվորը, նախկին զինվոր, էլ զինվոր չես։ Մենք շնորհակալ ենք շատ, ուրախ ենք որ անփորձանք բրծե եկել ես։ Հիմա քեզ ուզում ենք նվեր տանք, բայց գիտես ում կողմից է։ Անընդհատ քույրիկի անունը լսվեց, այս մեկը քույրիկի կողմից չի, բայց էլի քեզ շատ սիրող մարդու կողմից է։ Սամանում կանգնած զինվորը հսկում է մեր խաղաղ օրը Ապրես, հիմա այս բաց հələ տենանք ինչ նվեր է ու դուք ասես ում կողմից կարա լինի, հա։ Իսկ դու հարցրու զինվորի մորը ինչպես է անցնում իր օրը Նա կասի որ շատ բարդ է, բայց հպարտ է Մեծ տուփի մեջ փոքր տուփ է, իսկ փոքր տուփի մեջ բարեկամներ ուրախության Թող կանտում սաման պահող տղաները Նվեր մատանի, իսկ այս մատանին ում կողմից է, լասա էլի։ Թող կանտում սաման պահող տղաները Բայց այս նվերը հիմա են մարդը Սամանում հպարտ զինվորը հսկում է մեր խաղաղ քունը Որ անհոգ քնած փոքիկը խաղաղ մեծանա Իսկ դու հարցրու զինվորի հորը ինչպես է անցնում իր օրը Ընկերներ, եկեք, ապրեք գցենք ողոտ, եկեք Բրեմններ, եկեք Վարը, բրեմն, լավա, եկեք Արտուր, գրպանները դատարկի, հիմա գիտես ինչ ենք անում Ուրեմն մենք երբեք զինվորին հեծանես չենք ընդունում բանակից երբ որ գալիս է Արի գնանք ընկերներից մոտ աղբեր դուխով, հա, կարգին կգցեք Եկեք, հլնդեր, եկեք, ուժեղներով եկեք Մեր Արտուրին գցում ենք օդ Հեսա ես եմ գալու, մի քիչ է ձգի Սամանում կանգնած զինվորը զանգում է իր հպարտ հորը Պապ ջանը ես շատ լավ եմ հավատա Պապ ջան լավն է իր իմ մորը խաղաղ է իմ ամեն օրը Աղոտքն աստված է Մի հատ քույրիկի պարկը բարեք թե նկարեք նոր կգնաք էլի Դու ես պարելու, հա, հիմա ասեմ, շխուր անեմ Հիմա, քանի որ քույրիկը մեզ կանչել է, Մոնտեժան, ասել է եկեք անակնկալ անենք իմ աղբորը, նա իր եղբորը շատ է սիրում եւ Եվս մեկ նվեր ունի, այս նվերն էլ պարի տեսքով, DJ, կարող ես քույրիկի եւ եղբոր մի գեղեցիկ ռոմանտիկ երգ դնես, պարեն իրար հետ։ Չէ որ քույրիկը 2 տարի շատ դժվար է քնել, անհանգիստ է եղել որ աղբերը գա հասնի իրան, Արտուր հիմա դու քույրիկին ես ենթարկվում ու այդ սերը փոխանցի իրան, որովհետեւ ինքը քեզ շատ է սիրում։ Որ սիրահարված քայլես Դեպի գիրկը երասին Արևի նման փայլես Սիրտդ ոնց ուզի Ու մեն
հարկավոր Այս աշխարհի գանձերը երջանիկ են որ Շփտում են քո աչքերը երջանկությունից Այսքան մաքուր իմ արև իմ քույր Ում են հարկավոր Այս աշխարհի գանձերը երջանիկ են որ Շփտում են քո աչքերը թող քեզ կարոտով Գրկեմ ամուր իմ աշխարհի իմ քույր Ուր էլ կյանքը քեզ տանի Քո սիրո ճանապարհով Թող քո սիրտը միշտ լինի Լի ամենաջերմ սիրով Որ աստղերը օրորվեն Քո սիրո լույսի ներքո Ընկնեցած ու կատարվեն Երազները քո Ում են հարկավոր Այս աշխարհի գանձերը երջանիկ են որ Շփտում են քո աչքերը երջանկությունից Այսքան մաքուր իմ արև իմ քույր Ում են հարկավոր Այս աշխարհի գանձերը երջանիկ են որ Շփտում են քո աչքերը թող քեզ կարոտով Գրկեմ ամուր իմ աշխարհի իմ քույր Լայքեք, բաժանորդագրվեք, թող մեր բոլոր զինվորները անկործանք ծառային վերադառնան, որ մեր անուշախ որպես ուրախանան հայրերը, ուրախանան մայրերը եւ քույրիկները։ Եթե մենք մի բաժակ Լսի, չէ, բանա, ֆռած գնամ, մասիսով հելնեմ Երևանի մեջ մեծակաց, լա մետու ֆռամ իշնեմ գնամ Արտաշատ։ Որ չուշանամ, արդեն ուշանում, արդեն գրաֆիկից հետ եմ, էլի ջոգիր ծավտանեմ։ Աչքներս լույս լինի, բան չասի, կգամ անպայման, կգամ, մեկ ուրիշ անգամ մեծ սիրով ընձին ներողություն կներեք, իզվինիցե, ախպեր ոնց է ես դերեն կներեսը։ Բբախշինի, բրեմն, բբախշինի։ Ես շատ ուրախ եմ, չափազանց ուրախ եմ։ Ունում եմ այս անակնկալը, որը ունի շատ գեղեցիկ պատմություն, հնարավոր է մի քիչ էլ հորինեմ, բայց գեղեցիկ է, էլի շատ սիրում պատմությունը։ Այսօր Սուրբ Մկրտության օր է եւ հոգեվոր աշխարհում ծնունդ են ունեցել մեր Միլենան եւ նրա փոքրիկ եղբայրը Գևորգը։ Եվ այս առիթով Միլենան ունի անակնկալ։ Եվ ունի անակնկալ Գոհարի եւ Սամվելի կողմից է անակնկալը։ Հիմա Միլենայի կնունքն է եւ նրանք որոշել են անակնկալ անեն ծաղիկուն նկար Դավիթի եւ Միլենայի նկարն է, իսկ ծաղիկները Դավիթը պետք է նվիրի Միլենային։ Մինչև որ ամուսնանան, էլի։ Իսկ մենք այդ ջերմ հարաբերությունները ուղեկցում ենք Նռենի ռեստորան, որը գտնվում է այս կողմերը։ Այստեղ շատ հեռու չի, ասեմ մանակ։ Մենք էլ հիմա գտնվում ենք Գյաջի գործարանի ճանապարհին։ Այո, այս ճանապարհը ունի անուն, չեմ թաքցնի, ինչ է անունը Վարդան։ Դավիթ Բեկ փողոցն է, որը առավել հայտնի է ժողովրդական լեզվով Գյաջի ճանապարհ։ Գյաջի բոյ, սա Գյաջի բոյն է ընկերներ։ Գյաջի բոյն է կադրերում իր ռելեֆային ասֆալտով, որտեղ ճողվածքների պակաս չկա, ճողվածքների եւ փոսերի։ Ինչքան էլ սարքեն մեքենան սիրում է սրա վրա պար գալ։ Մենք էլ մեքենայի հետ էլի, սենց յոլա ենք գնում։ Հաշված րոպեներ հետո կհասնենք գեղեցիկ հանդիսության սրա Սամվելի ու Գոհարի սրտի ցանկությունը կկատարենք իհարկե։ Ինչն է լավ, որ շաբաթօր է խցանումները չկան կամ քիչ են, ազատ ենք տեղաշարժվում եւ այսօր մեր նախավերջին պատվերն է, վերջինն էլ գնալու ենք Արտաշատ, այնպես որ մնացեք մեզ հետ հետաքրքիր է լինելու, այդ որ մնում եք մեզ հետ, նայում եք գրեք կարծիքներ, մեկնաբանությունների բաժին թող դատարկ չլինի, թե չէ առաջին հայացքից թվում է թե շատ անհետաքրքիր մի տուպոյ տեսանյութ է, բայց այնինչ շատ հետաքրքիր է, այնպես որ գրեք, որ մեկնաբանությունների քանակը որ շատ էլի մարդիկ տենան ասեն այսի լավն է մտնենք նայենք մտնեն նայեն տեսնեն էլի իմանան հա
Այ շատ իմանամ, ստեղից կպտտենք, գիտես, Վարդան բարեկամ, այստեղից գեղեցիկ անցում կկատարենք, բա, ինչ անեի, ուշադիր չէի ճանապարհացույցին Վարդան, կներես, հիմա կիշնենք կգնանք, էլի, սենց հավեսով նռենի ստորան, որտեղ գեղեցիկ է առիթը, օրը, աշխարհի ամենասիրուն երևույթներից մեկը սիրահարների աչքերն են, որը մենք հիմա կտեսնենք մեր եթերում, սա գազալացակայան է, մյուսը սքոսերա, ուրախության հովանավորներն ենք եւ հիմա հասանք ուրախության կետ, ուրախության մոտ, ահա նռենի ռեստորան ընկերներ, ինչքան գեղեցիկ է նռենի ռեստորանը, նույնն է, չէ, նույն նռենին է, ուրիշ տեղ չի, մենք բերել ենք վարդեր, բերել ենք նկար ենք բերել եւ գմփիկ ենք բերել, տեսնենք ինչպես կստացվի մեզ մոտ այս անակնկալը վստահ եմ որ լավ կստացվի, մնացեք մեզ հետ գնանք։ Գնում ենք բրատվա։ Брат мой единородный. Ընկերներ գնում ենք։ Ջոգիր գնում ենք բրատվա։ Ախպեր, բա ոնց իմանանք որտեղ են։ Կներեք դուք ակնունքից եք, հա? Միլենայի եւ Բայց կաղա Անգելինայի անունը, թե Միլենա է։ Դիտեմ, ուղղակի երկու։ Մեր երկուսն է։ Ոնց երկուս։ Գևորգ ախպերը փուչի։ Գևորգ ախպեր ունի։ Չէ, լավ։ Ուրեմն այսօր երկու կնում կանռենիում։ Շատ ռոմանտիկ միջավայր է այստեղ։ Մենք մեզ համար բացահայտում ենք Նորովի նռենի ռեստորանը, բարեկամներ։ Աստորեն ստեղով կարաս գնաս, ձեզ հավեսով ու հասնես մեծ ախպեր։ Ստե մեծ զալ ունեք։ Էդ է, այդ է որ երևում է։ Հա, աստորեն ստե հարկերով է, այն կողմից էլ մուտք ունի։ Իմանանք որ հաջորդ անգամները ընդեից գան։ Ուժեղ, հա, տմբլակ նվագող անուշ ախպեր։ Ախպերս էդ քոնն է, կարում ես նվագես։ Չէ, էդ ինչ հետումն է բա։ Տարավ։ Նվագի։ Ծապ ենք տալիս, ախպերի մեր ստեղծագործ ախպերը։ Ստեղով ենք ելնում, ես մեր ոնց են, հնարավոր է բարեկամներ, այս ավելի կոնկրետ իմանալու համար, գանք հասնենք տեղ, բարև ձեզ, ոնց եք, կնունքի տեղը ճիշտ է մեկ է, Միլենայի և Գևորգի, վայ մարևարը, բա ուր են ախպեր, անդրեք հա, կա նշան դրեք ախպեր, կնունք հա, Միլենա ունեք, չէ ուրեմ սխալ ենք եկել, լավ էր մանկամից չմտանք, ելանք ախպեր, եթենք ճարենք, երեխեքը տմբլակ էին նվագում, հազար բարին, ախպերս դու կնունքի տեղից ես, Միլենայի ու Գևորգի, չէ, Ենք ում էլի զարկա, աղտեղերը պրացինք։ Կներեք, մի րոպե։ Ունեք, կնունք հա։ Այդ ներքևն ամես պետ, ոնց գնանք։ Օգնեք հասնենք կնունքի տեղ էլի, Անգելինայի։ Չէ, Միլենայի կնունք։ Երեխա։ Մեծ աղջիկա, մետը պուչուր աղջի տղա երեխայ, աղպերնա։ Մերոնք են։ Այդ ներքևի սերա ոնց են գնում։ Հա իրար հետ են գնում։ Նրանք ներքևի զալում են իրանք մեր հոբելյարները, էլի։ Հա։ Անդե, հա։ Թեքում ենք ավտով կանգնենք, բաբայա։ Բա ինչ պետք է անենք, ավտով թեքվենք կկանենք, բա հովոտով չենք էտա, ապրեք շնորհակալ ենք, զգացված ենք, մտնող կատ են, հաստե չկա։ Դե հա ֆրանկ ետնք եմ դե աղբեր, եսը տնանք որդից ենք տեղ ճարում, պտույտ անելու, ավել տեղ էր, պրոս չգիտեմ, կաղա նկարը հանվենք, հնարավոր է նկարը հանվենք և ներքևից էլ գալիս են մեր բարեկամները,
Մարև հելել եմ, սա խառնել եմ իրար։ Ես ավելը ձեր նման են, արխային դու առա։ Հա։ Վերջինը չէ։ Մենք միակը չենք Վարդան, փաստորեն էլի մարդիկ են մերպես կռուգներ արել։ Ձեզ էլ են գալու ապա։ Հա։ Առաջ եկել են ձեզ։ Ստեղա մեր սրահը։ Հա։ Ոնց է տրամադրությունը։ Լավազ ջիգար վիճակա։ Հա, հեսա բանը ծաղիկ ենք բերել միլենային։ Ամեր ապագա փեսայի կողմի ներկայացուցիչներն եկել են։ Դավիթի ընտանիքը այստեղ է, հա։ Դե գնանք հանդիսավար ունեք։ Ինձ թվում է մենակ մենք չենք սենց իրավիճակի մեջ ընկե, ով գալիս է նուր, պետք է պատկերացնի, որ կաղա նուրը Բաբայանցն է։ Այո, դա իմացեք, այդ մասին իմացեք։ Հիմա մենք սպասենք թող հանդիսավարը գա ընկերներ։ Ծանոթ մարդիկ են դուս գալի, ծանոթ են ինձ, չգիտեմ որտեղից։ Տեսիշ սիրուն պոտոլոկ է։ Բայց նկարը, արի ծանոթ է։ Հարգանքներս, մենք գեղեցիկ անակնկալ ունենք, պարեն պրսնեն անենք անակնկալը գնանք։ Ծաղիկ ենք բերել, նկար ենք բերել մեր միլենայի համար։ Ծաղիկ ու նկար ենք բերել միլենայի համար, որ սիրուն կազմակերպ եմ, մենք միկրոֆոն տաս խոսամ էդ համ։ Սեսած բարերը պրծնի։ Հա, բան չի մնում, չէ, որ պրծնի։ Չէ, 5 րոպե։ 5 րոպե, всё, շատ լավ է։ Հա, դիստանցիոնյա թե լարով, դիստանցիոնյա։ Չէ, լարով է։ Հա, լարով, ոչինչ, լարով թողի, հիմա ինչ այլ է։ Բարեկամներ, սպասում ենք գեղեցիկ եւ լավ տրամադրության, որովհետեւ այսօր Սուրբ օր է։ Եկել ենք մի հատ սիրուն պահ պարգևենք։ Լավ է սա։ Այն էլ պարում են, ուրախանում են, վերջացնեն նոր մտնենք, էլի, ով։ Նոր մսկետա։ Լավ անցնում է, չէ։ Ես մի հատ լավ պրոֆեսիոնալ պարող современный hip-hop անդը աշխարհի չիպում պարող կանտը, բայց բախշի չի պարող։ Հա, չէ լավ, այդ ուրեմն Արմեն չկեկները չի պարում։ Էդի պետք է դկծը կլի, էլի։ Բելգիայից է, չէ անակնկալ, հա։ Էսի բայց ուստը մը պետք է գրացել ներս։ Չէ։ Հա, էդի վաղտեր։ Դու տեղյակ ես այս պատվերից։ Հա, ախր։ Չէ, մը, Թորի համար ասում, ո՞նց ես պատմում։ Չէ։ Ես կավա չէ, Չէ, էդի չի, էդի ուրիշ է, չէ։ Տեսի, բանա, Բելգիայից է, Հեսայի, Դավիթի, ընկերոջ ու Միլենայի ընկերու Գոհարի կողմից է, էլի։ Այդ դուք իմանաս դե։ Ուրախ բերել, Հա։ ասենք որ բան հալակնկալ են։ Հա, հիմա ասած անակնկալը, հա, ինչ է։ Հեսա մտնեմ հելեմ նկարվենք, էլի, հա։ Ով անա, Միլենան գիտի, իսկ է ճանաչի։ Հա, всё սկսենք, հա։ Սկսում ենք անակնկալ, հա։ Անակնկալ, մի րոպե, հեսա հասնեմ տեղ։ Հարգանքներս բոլորիդ, բարով եք հավաքվել։ Բարձր ու գեղեցիկ օրտնված ու աստվածային օր այսօր երկու սեղան ծափ տվեց, այդպես չէ լավ։ Նորմալ ծափեր ենք տալիս եւ այստեղ եմ ուզում հրավիրել մեր այսօրվա հոգեվոր աշխարհում ծնված Միլենային։ Միլենա, ուր ես։ Միլենա։ Թող մոտենա Միլենան, այս միկրոֆոնը չի Վերցրու չեմ տալիս, այս ծաղիկները հատուկ ծաղիկներ են, որ քեզ պետք է նվիրի մի մարդ, ով քեզ շատ է սիրում, ով այդ մարդը լա դու իր անունը բարձր ասա։ Օր այս եկավ աղոտքի լույսով անման Դու ես գալիս, ծափեր չեք տալիս մեր սիրուն զույգի համար, այսօր Սուրբ տողերը քեզ համար Սուրբ մկրտություն է, Դավիթ ջան, ծաղիկները տամ քեզ, ես գիտեի, որ դու ստեղ ես, ու դու պետք է նվիրես միայն, ուզում ես, ասես բարձր ես ուզում մնաս, ինչի, թող մի հատ նվիրի ու գեղեցիկ գրքի էլի քեզ մեր Դավիթը, Դավիթ։ Խաչն ու վանքը քո սրտում է, թող ապրի այն միշտ Դավիթյան Ու այսօրվանից փոխվեց քո կյանքը Քո կողքին է պահապան հեշտակը Քո հոգում կապրեն տաճարն ու վանքը Կնունքը շնորհավոր Սուրբ
բողոքներ Ոտիկ որովհետև մենք ձեզ բերել ենք անակնկալ։ Միլենա, ճիշտ ասած շատ են ուրախացել ձեր ընկերները, որ այսօր քո հոգևոր ծննդի օրն է։ Այսքան էլ ճիշտ, չարը պատրվավ, այդ այնց էլ պտիլներ։ Հիմա մենք էլի նվեր ենք բերել ու բերել ենք մի հեռու տեղից, չեմ ասում որ տեղից, կասկածներ կան։ Ճանապարհը քո Դավիթ, մի անգամից հուշում ես, թող մի քիչ տանջվի էլի։ Ճիշտ են ասում, Բելգիայից անակնկալը ու մեջ ու հույսով ես դու կնքված Նկարը, հա, նկարը տամ ձեզ։ Պատկերացնում եք ինչ նկար կլինի։ Թող լինի քո հոգի աղոթքով բարուրված Նկար կլինի Դավիթ, ունես արագ ասիր Բելգիայից։ Տեսակապ չեմ ուզում ուշեմ։ Հա, մի հուշի։ Միլենա, ասա։ Կամ քո իրա, կամ քո ընկերու, հնարավոր տարբերակ է, կամ որը հաղթեց, այդ էլ ճիշտն է ու բարին։ Բացի տենանք։ Հաջող որ հավերժ քո կյանքում կմնա դու մենակ չես մնա Խաչն ու վանքը քո սրտում է թող ապրի այն միշտ Ու այսօրվանից փոխվեց քո կյանքը Քո կողքին է պահապան հեշտակը Քո հոգում կապրեն պատճառն ու վանքը Կնունքը շնորհավոր Սուրբ աղոթներով լցվեց քո տոնը Քո հոգին մաքրեց մեր սուրբ մերոնը Քո սրտում պահիր դու հայ կրոնը Կնունքը շնորհավոր Ու այսօրվանից փոխվեց քո կյանքը Քո կողքին է պահապան հեշտակը Գրի Գևորին ասել, Գևոր, արի մոտես, արի հելը, Գևոր, ես եմ, արի, նայեմա միկրոֆոն բանի կող դինամիկի, արի, շնորհավոր քո հոգևոր ծննդյան օրը, դու գիտես չէ որ այսօր ծնվել ես հոգևոր աշխարհում, ասա, հա, ոչ չգիտեմ, Դե բարով ես ծնվել, Աստծո օրհնությամբ բոլորս, Աստծո օրհնությամբ եւ սիրով լինենք բոլորս, սերը թող թագավորի մեր օջախներում, սրտերում եւ հոգիներում։ Ձեզ բարձր տրամադրություն լավոր։ Հիմա մի հատ հարց տամ էլի։ Ով այսօր սխալ գնացել, մի հատ գնացել է նուր հետո հետայքես դե, ով այդ մարդիկ թող ծափ տան։ Քանի հոգի։ Ես եմ ծափ տալի, ես մտկռուկ ենք տվել, էլի։ Դե բարով եք հավաքվել, ամեն դեպքում եկել ասել եք, ուրախացեք, քեֆ արեք, մենք էլ լսենք ուրախանանք, իմացեք, չէ՞ կան շատ են սիրում ձեր ընկերները ձեզ։ Քո կողքից չի գնա դու մենակ Աբիջ ջան, այնքան շատ են սիրում, որ ասում են դե արդեն պետք է ամուսնանանք, էլի, ջոգիր, հա, ախպեր, շատ են սիրում։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, մենք գնում ենք, դուք մնաք։ Արեգրատված ծափարեն նկարաների գեղեցիկ անակնկալը Ես հիմա պետք է Հա, նկարվում ենք, ուրա, ով է նկարվում Սիրուն էլ տեղ ենք, են նկարվում Հա, մեր մարդը զարմացել է մտել Ուրա մյուսը, որ ուզում էր Մեր քիրան ուզում է նկարվի Գնում ենք նկարվելու Իմ ընկերը քո անուն ինչա, դու ես նայում իմ վիդեոները, հա? Թե մամայի խաթր ես ասում, հա? Մենք սաղը Հա, ծնծար? Ազգում եք, զգացողություն կար, հա? Որտեղ դուք ամենտեղ կաք Հա, հեսա հիմա էլ գնում եմ արտաշատ լինեմ Չէ, չեն կծի Մեծ աղբեր դեսնես մի ժպիտը շատ Այսպես բարձունքներ ու հաղթանակներ բազում Մենք շնորհակալ ենք ջերմ դիմավորելու համար Մենք գնում ենք Պրոստը այդ միկրոֆոնի լարն է շատ կարճ Սես բռնաս ասում է Հելանք, լավ որ ձեզ Հուսամ վարդան ստացվեց այնպես ինչպես որ պլանավորել ենք հա Ունենք սիրուն կադրեր Դե շատ լավ է բարեկամներ մենք գնանք Մեծ աղբերներ մենք հելանք Հաջողություն ձեզ Հիմա ընկերներ գնում ենք Արտաշատ Փարքը շատ Այնտեղ Արարատ ռեստորան են գնում Ու մեքենաս այսօր ընկել է իմ հետևից Գտամ կսպանեմ, մեքենա Արա, տես մի ար, էլի աղբեր, աշխատի, մնաս մի օր երկոր բան, արա Ահա, ինչպես ասում էի, ասանք Արտաշատում հիմա մութ է, բայց սրահում լույս է և սերն է թագավորում և այնտեղ ամուսնանում են մեր
Դայանա եւ Դավիթը եւ Դայանան այսօր որոշել են ստեղծել գեղեցիկ հայոց օջախ, Սուրբ հայոց օջախ, հավաքել իրենց բոլոր բարեկամներին ու միասին քեֆ անել։ Բայց կա բարեկամուհի, ով որ վաղուց Հայաստանում չի ապրում եւ այդ սերն ու հարգանքը տարիներով պահել ու մնացել է։ Պահել է, պահպանել է եւ այսօր նա հոգով ու սրտով Դավիթի հարսանիքի տեղում է։ Նա Դավիթին բարեկամուհի է գալիս հերու պապիկի կողմից, համ տատիկ է, համ հորաքույր, շատ է սիրում Դավիթին, ուրախացել է, հուզվել է այդ առիթով, որովհետև նա ոչ Դավիթին ոչ տեսել է փոքր ժամանակ, ոչ էլ ընդհանրապես չի տեսել, բայց սերն ու հարգանքը կա եւ նա որոշել է այսօր այդ սերը ցույց տա Դավիթի ամուսնության ժամանակ տանենք անակնկալ անենք եւ սերն ու հարգանքը փոխանցենք, համել հիշեցնենք բոլոր հավաքված բարեկամներին, որ Էլենա քույրիկը տիկին Էլենան նրանց հետ է, նրանց շատ է սիրում։ Ճիշտ է, նա վաղուց արդեն Ֆրանսիայում է, բայց սերը այստեղ է եւ նա շատ է սիրում իր բարեկամներին։ Բարեկամները պետք է զգան նրա սերը ու հոգատարությունը։ Հարգանքներս այսօր հարսանիք ունեք դուք։ Սիս եւ Արարատ։ Չէ, Սիսն է։ Արարատը ռեստորան է։ Պրոստը ածտելու տեղ է։ Ես շնորհակալ։ Նավիգատորը թեթև ինչ մուտիտ էր արել, բայց մենք դա հարթեցինք մեր խելամտության շնորհիվ, գնում ենք հիմա ճիշտ հասցե, որտեղ Դավիթն ու Դայանան են ամուսնանում։ Ընդ Դավիթն ու Դայանան չէին ամուսնանում։ Ընդ ուղղակի հաց ուտելու տեղ էր, պանդոկ էր, հավեսով տեղ էր։ Հիմա մենք գնում ենք գեղեցիկ հայոց հարսանիքի մասնակից դառնանք։ Մեր տիկին Էլենայի շնորհավորանքներն ու սերը փոխանցենք զույգին, օրհնությունները եւ նրանց ընտանիքը ամուր լինի։ Մի խոսքով այսօրվա պատմությունը հետեւյալն է, այնպես է որ համ ունենք անակնկալ, համ էլ բարեկամներին փոխանցվելիք սեր։ Մեր տիկին Էլենան շատ է ուզում այդ մասին ասի բոլորին, որ բոլորին շատ է սիրում, կարոտել է, հարգում է եւ կապ չունի որ հեռվում է։ Նա միշտ մտքով ու հոգով իր հայրենիքում է։ Մենք այդ բանը պատի անենք, էլի, գնանք, հասնենք, սիրուն շնորհավորենք։ Արջևում Արարատը ռեստորանն է եւ հենց այստեղ է հարսանիքը, արդեն երևում է որ հարսանիքը, լիքը ավտոներ կան, թե չէ դե տեսա որ ավտո չկա դրսում, կանգնած արդեն կասկածը մտավ ոսկորներիս ներս։ Թաքցնում եմ աչքերս ու սիրտս լցված Այն մտքից, որ գնում ես դարձել եմ հարբած Դու սկսում ես նոր կյանք մեծ սիրով ու սպասված Տա Աստված միշտ լինես երջանիկ ու սիրված Դու իմ արյունն ես իմ թանկը, իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ Քեզ հետ ծնվելը պարծանք է, եղբայր լինել արժանիք Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույս իմ կես, իմ հոգու անբաժան բաժին Քեզ հետ եմ քայլնի մարել առաջին Ուր գնում ուր, խնդրում եմ ձեռքը դուր Մեկ անգամ էլ գրկեմ ամուր Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր Թե կյանքում կփորձես ինչ-որ բան լուր թաքցնել Իմացիր, որ ես զգում եմ ինձ պետք չէ հարցնել Իմ ձեռքով քեզ անցնում եմ այսօր ուրիշին Բայց քանի դեռ ես ողջ եմ կողքիդ եմ հիշիր Դու իմ արյունն ես իմ թանկը, իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ Քեզ հետ ծնվելը պարծանք է, եղբայր լինել արժանիք Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույս իմ կես, իմ հոգու անբաժան բաժին Քեզ հետ եմ
Այսպես քույր Բարեկամներ պահը վրա հասա, որ գնանք ուրախացնենք Զույգին։ Ձեն ես իրականում թե ում կողմից այս անակնկալը մենք այդպես է չիմացանք, բայց խոսում անուն է, վարտով վերջին ժամանակահատվածում ներկայացնում ամենաբարվերով օրիգինալ անակնկալները։ Չգնանք ծափահարություններով դիմավորեք Ստեփան Մարկարյանը։ Ես ինչ ծափեր էր, համաձայն չեմ, բայց ոչինչ, կարող եք ծափ չտալ, հիմա ես ուրիշ բան կմտա։ Ոչ ոք չունի քո աչքերից Հիմա ես ուրիշ բան կմտածեմ այստեղ, ուրեմն եկեք հələ թող ծափեր տան, հարգելի արցախցիներ, բարով եք հավաքվել նախ։ Հիմա ուզում եմ որ ծափեր տան մեր հարսիկի կողմը տնամ, ո՞նց է տրամադրությունը։ Հիմա մի աշխարհ է, որտեղ միայն սերն է Դավիթ, սա լուրջ է։ Հիմա ծափեր թող տան։ Փեսայի կողմը նես որ հաղթեք։ Ուրավաստում եմ քոնե ամեն ժամով վարկյան Ես սպասում, ես ինչ արին, ես ինչ ուժեղ ծափեր էր։ Հիմա Դավիթ, քանի որ դու հաղթեցիր, բայց երկու կողմն էլ հաղթելա հաստատ շատ սիրուն էր։ Ձեզ բոլորին շատ ենք սիրում։ Զույգին էլի, ձեզ երկուսից շատ։ Կրկնել եմ ես Սյունը դրա համար ես քեզ ծաղիկներ կտամ, Դավիթ ջան, մի բան իմացիր։ Կյանքում ամեն ինչ պատահում է, ամեն ինչ կարող է լինել, բայց սերն է հաստատում եւ սերն է ծաղկեցնող։ Այնպես որ այդ սիրուց հավաքես ծաղիկների փնջի մեջ, գնա նվիրի հարսիկին, մտե պաչի կար, թողտես ոգևորվեն բոլորը, ծափեր տան։ Արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ են Որտեղ միայն սերն է Իսկական ես քեզ խոստանում եմ այն սերը Մենք ձեզ բերել ենք շատ սիրուն պահեր ու ուզում ենք մաղթել հետևյալը, որ միշտ ձեր կյանքում լինեն նմանատիպ օրեր, վայրկյաններ, պահեր Հիմնականում, դե տղաներն են էլի հիմնականում ռոմանտիկ բաներ անում, հիմա եկավ ասավ այն պահը, որ պետք է գամ մոտենամ քեզ, նվիրեմ մի խորհրդանշական նվեր, Դավիթ, դու անուշ ախպեր ես, հարսիկը ծաղիկներ ունեցավ, դու էլ ես կոնյակը, բայց ես հատուկ կոնյակը, մենակ ձեր համար, աշխարհում մի հատ ասրանից հələ պտտի կիմանաս ինչու, տեսնում ես։ Ես հատուկ եմ ընտրել, ինձ մի 6-7 հատ նկար են ուղարկել, ես նկարն եմ ընտրել, որովհետև այս նկարի մեջ ամենից շատն է երևում ձեր սերը, ձեր այդ անմեղ սիրուն։ Այն սերը որ զգում եմ, քոնե ամեն ժամ Սուրբ օջախ և օրհնում է ձեզ, բոլորիս, Աստծո օրհնությամբ լինենք, լավ լինենք, առողջ լինենք և դիմանանք կյանքի բոլոր դժվարություններին, իսկ հիմա պահը եկավ, հասունացավ, էդ ինչ ես ուզում անես, Արսիկ ջան, ինչ եք տալիս, տվեք։ Հիմա նայեք ինչ ենք անում։ Մոտենում եմ հիմա մեր Դավիթին հարցնեմ դու կարող եմ իմանաս ում կողմից անակնկալը։ Գաղափար չկա։ Հարցիկ դու գիտես։ Ասեմ որ քո կողմից ինչ ես կասկածում։ Հետ չեմ մի կասկածի։ Քո կողմի բարեկամները չեն, հենց այդ Փեսայի կողմի բարեկամներն են ու ինքը ինձ ասել է որ դու դժվար ես հիշելու, որովհետև դու ծնված տորվանից իրան չես տեսել։ Էլի հուշեմ։ Նա բարեկամ է, գտնվում է Եվրոպայում, Գերմանիայում, հա, Գերմանիա թե Եվրոպա։ Որ անուն ասես կասեմ, ով է։ Չէ, հա։ Հիմա բարեկամներ, քանի որ անակնկալ արող ինձ զգուշացրել էր, որ մեր Փեսան տենց էլ չի իմանալու վերջում կողմից, հա, ինքը քեզ համ տատիկ է գալիս, համ հորքուր։ Եվ նրա անունն է Ելենա։ Ելենա, տիկին Ելենայի օրհնանքներն ու անակնկալ։ Ապեր պապի կողմից էլ ես մի քիչ հեռու եմ, բայց քեզ շատ է սիրում, ուրախացել է որ դու այսօր արդեն։ Ու բոլորի
է շատ սիրում բարեկամներ, ով հիշում է, ով գիտի մեր Տիկին Ելենային, գիտեք, հա, ով գիտի թող ծապտա տենամ, ով գիտի։ Ահագին մարդ գիտի, նա ձեզ բոլորից շատ է սիրում, կարոտել է, ճիշտ է ինքս տեղ չի ֆիզիկապես, բայց հոգով ու սրտով ձեր կողքին է։ Հարգելի սիրելի արցախցիներ, լավ լինեք, առողջ լինեք, այսպես թող զույգերը ամուսնանան, հզորանան, որ շատանան, կտես մի անգամից խաղվի գնանք էլի Արցախ։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն հոգիներում, ընտանիքներում և սրտերում։ Աստծո օրհնությամբ Արտուր, ապրես բարեկամս, շատ ապրես ես գնում եմ, բայց զգում ես, չէ՞, դες բան է, էլի ծափ չեն տալի, ախպեր, ես ինչ է, էլի որ։ Ուրախացեք, այս պահերը հետ չեն գալու։ Մի պահա, մի 2 ժամ, ուրախացեք կեփ արեք ու ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ես գնում եմ ու ձեռի հետ էլ տանում եմ խոսափողը։ Չէ՞, լավ, տալիս եմ։ Ես հտրակայս տանում եմ ալեքս ապարարություններ, երանային սուսանց